Երևանի պետական համալսարանում առաջին անգամ տեղի է ունեցել շրջանավարտների ֆորում։ Միջոցառումը միավորել է տարբեր սերունդների համալսարանականների, ստեղծելով գործակցության նոր հարթակ։ Ֆորումի նպատակն է ամրապնդել կապը ԵՊՀ-ի շրջանավարտների միջև գիտակրթական, հասարակական եւ ռազմավարական ծրագրերի շուրջ։ Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է համալսարանի որպես գիտության եւ մտածող հասարակության ձևավորման հենասյան կարևոր դերը։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իբրև ամուր հենք գիտական եւ կրթական համագործակցության նոր ուղիներ ձևավորելու, փորձի փոխանակման նոր հնարավորություններ փորձարկելու համար, ոչ միայն ազգային, այլ միջազգային հարթակներում։ Նախագահը կարևորել է համալսարանի դերը ոչ միայն կրթության ոլորտում, այլև որպես մտավոր ռեսուրսների կենտրոն, որը կարող է ու պետք է արձագանքի ժամանակի պահանջներին։ Նա հույս ունի, որ նոր նախաձեռնությունը կդառնա մշտական հարթակ, ծառայելով գիտության, կրթության եւ պետության զարգացմանը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով Երևանի պետական համալսարանն այս ֆորումով ուղերձ է հղում, ընդգծելու, որ շրջանավարտը միայն ԵՊՀ-ի անցյալը չէ, այլ ներկան ու ապագան է։ Համալսարանը միայն կրթության ու գիտության տարածք չէ, այն ապրող ու զարգացող համակարգ է, որի շարունակականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անցյալը, ներկան ու ապագան միմյանց կապվում են իրական գործնական շղթայով։ Պապիկյանն ընդգծել է, որ բուհերի հաջողության գրավականն իրեն շրջանավարտների ներգրավվածությունն է, ոչ միայն հիշողությամբ, այլև գործուն մասնակցությամբ։ Մենք չենք ուզում ԵՊՀ շրջանավարտը լինի միայն կենսագրական փաստ, մենք ցանկանում ենք, որ այն դառնա ակտիվ դեր, մասնակցություն ու ներգրավվածություն, որ այն դառնա վերադառնալու, ներդրումներ անելու, սովորեցնելու, սովորելու, համարձակ գաղափարներ կյանքի կոչելու հարթակ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ բուհը պետք է ոչ միայն կրթական ու գիտական կենտրոն լինի, այլև դառնա հանրային վարքականոնի ձևավորման մոդել։ Մեր առաջին հերթին նաև հանրային կառույցներ, որոնք կրթություն, գիտություն, հետազոտություն իրականացնելուց բացի ունեն նաև հանրային կարևոր առաքելություն։ Այն առաջադեմ, լուսավոր, զարգացնող գաղափարները, որոնք միշտ ձևավորվել են կրթական համայնքում, հետազոտական համայնքում, տանել, զարգացնել, դարձնել հանրային գաղափար ու վարքականon եւ դրանով իսկ նպաստել հանրության զարգացմանը։ Անդրեասյանը կարևորել է համալսարանականների դերը հանրային արժեքների ձևավորման գործում, նշելով, որ գիտակրթական համայնքը պետք է ստանձնի հասարակության զարգացման պատասխանատվությունը։ Նա նշել է, որ նախարարությունը պատրաստ է լինել նման նախաձեռնությունների կողքին, խրախուսելով եւ աջակցելով նմանատիպ գործակցությունները, որոնք կարող են բերել համակարգային որակական փոփոխությունների։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավատում է, համալսարանի ամենամեծ ներուժը մարդիկ են։ Շրջանավարտների առաջին այս ֆորումը պատմական իրադարձություն է համալսարանի համար։ Այն շփման, համագործակցության, ինչպես նաև համատեղ պատասխանատվության մի նոր հարթակ է։ Երբ ասում ենք ԵՊՀ շրջանավարտների ֆորում, շատերն այն ընկալում են որպես հանդիպում անցյալի հետ, բայց իրականում սա հանդիպում է ապագայի հետ։ Այո, անցյալն այստեղ է մեր հիշողություններում, արժեքներում, այս պատերի ներսում։ Բայց այս միջոցառման նպատակն է նաև, որ մենք ձևավորենք այն ճանապարհը, որով պետք է շարժվենք առաջ։ Հովհաննիսյանը նշել է, որ ֆորումը միայն հիշողություն չէ, այլ ապագային միտված գործընթացի սկիզբ։ Նա ընդգծել է, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է լսել, ընդունել եւ համատեղ կառուցել համալսարանական նոր տեսլական, հիմնված փորձի, բազմազանության եւ համարձակ գաղափարների վրա։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումը դառնում է կամուրջ համալսարանի անցյալի եւ ապագայի միջև, միավորելով փորձը, գիտելիքն ու նորարարությունը։ Այն կոչված է ամրապնդելու շրջանավարտների եւ բուհի գործակցությունը հանուն ազգային զարգացման եւ գիտակրթական առաջընթացի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։